Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության։ Սուրբ Հովանավանքում համաձայն դատարանի որոշման Մայրաթոռի դիմումից հետո ոստիկանությունը դրսևորել է անգործություն, ինչը եղել է ոչ իրավաչափ։ Դատարանը նշել է, որ եկեղեցու ներքին կազմակերպման եւ պաշտամունքային տարածքների օգտագործման կարգը սահմանելը բացառապես Մայրաթոռի իրավասու մարմինների լիազորությունն է։ Հիշեցնենք, Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կարգալույծ է հռչակել Հովանավանքի հոգևոր հովիվներից Տեր Արամին, դասելով աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան Ավազանի անունով, սակայն վերջինս շարունակում է մնալ եկեղեցում եւ հրաժարվում է դադարեցնել հոգևոր ծառայությունը, թեպետ ըստ Մայր եկեղեցու այդ իրավասությունը չունի։ Խորհրդարանում քննարկել են դրոշի մասին օրենքում փոփոխություններ կատարելու իշխանական падգամավորների առաջարկը։ Համաձայն դրա համայնքների եւ բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ օրենսդրությունը կպահանջի տեղադրել Հայաստանի պետական դրոշը։ Նախագծի հեղինակներն առաջարկը հիմնավորել են այն հանգամանքով, որ ներկայում վարչատարածքների մուտքերի առջև ըստ հայեցողության է տեղադրված դրոշը։ Որոշ դեպքերում այն պատշաճ վիճակում չէ, իսկ հարցն օրենքով կարգավորելով կձևավորվի մեկ միասնական մոտեցում։ 112 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատես վերապրողներից Մերի Վարդանյանը, այս մասին հայտնել է նրա թոռնուհին։ Մերի Վարդանյանը Կիլիկիայի այն թափից էր, նրա մանկության առաջին հիշողությունները ցեղասպանության արյունոտ ողբերգության մասին էին։ Բագրևան թաղամասի տարածքում իրավապահները առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են բացահայտել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ծառայողների օպերատիվ գործողություններից հետո խումբը վնասազերծվել է։ Իրավապահները պարզել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների թվաքանակը, ինքնությունն ու աշխատանքային գրաֆիկը։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Volkswagen եւ Chevrolet մակնիշների ավտոմեքենաները, որից հետո երբ վարորդները եւ ուղևորները իջել են մեքենաներից եւ փորձել ընդհանուր հայտարարի գալ, Saturn մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղևորին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մյուս քաղաքացուն մարմնական վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երևանի կենդանաբանական այգու այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատված գիների յուրահատուկ ներկայացուցիչներին, մանուլների կարմրավուն ենթատեսակին, մանոյին եւ նանոյին։ Կենդանաբանական այգուց հայտնում են, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։